Dragon fruit։ Որտեղից, Արամուսից։ Ինքը կիվի ու կարտոֆիլի մեջտեղն է։ Մի քիչ էլ վարունգ։ Ուղղակի կողքից եղել է շահում, որ կարաս լաբուբու շահես։ Ոչ թե արդար է միայն աշխատակցի, այլ նաև գործարարի համար էլ է դա արդար։ Այ մարդ ինչ անեմ իր հետ, էլի, որ դուր մենք սոկ կարտադրենք։ Շատ դեպքերում ինձ ասում են, օրինակ ինձ ասա, ով կարա Հայաստանում մեկի անի։ Կասեմ Ռոբերտը։ Հաճախորդը սպառող ուզում է վստահություն տեսնի։ Երբ որ մարդ է խոսում, ոչ թե պրոդուկտի ռոլիկն է, հա, գործընկերները Հայաստան եկել 31 ջուր էին փորձարկել, հիշում են ժամանակ, հավանել են մերը։ Ստոնֆոլով մենք կարանք կոտրենք այն կարճատիպը, որ հայկական ջուրը մեն հայի համար, ինչի։ Ով է ուզում դառնա միլիոնատեր խաղի ֆինալի հարցը ավելի հեշտ է, քան այս հարցը։ Բայց process-ի մեջ արված սխալը միանշանակ ես ողջունում եմ, ինքս արել եմ, ինքս անում եմ, ինքս անել եմ։ Սովորում ենք սխալների վրա։ Ես HR-ից կներես ասում եմ տարբերություն պետքա չդնենք, բայց Ողջույն, ես Նարեկ Ալեքսանյան եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը Ռոբերտն է, Ռոբերտ ջան, ողջույն։ Ողջույն Նարեկ ջան։ Ռոբերտո Հովսեփյան, Հայկոլա ապրանքանիշը ներկայացնող Union ընկերության համահիմնադիրն է։ Հայկոլա հենց ասում ես, միանգամից տարբեր էմոցիաներ են գալիս, հա, ու առաջինը հենց բիզնես գաղափարն է, բավականին լուրջ նախ հայտ ներկայացած դիրքեր վերցած ու շարունակական տրենդների մեջ լինելով նորարար առաջարկներ անող մինչ մեկնարկը կուզենայի ասել որ մեր այսօրվա քննարկումը լինելու է հարց-պատասխան ֆորմատով, այսինքն բայց հարցերը լինելու են խաղային ֆորմատի մեջ, այսինքն մենք ունենալու ենք հարց 4 տարբերակ պատասխաններով ու մեր թիմը ամեն ինչ արել է, որպեսզի դու չկարողանաս ճիշտ պատասխանես, որովհետև ունենք բզբզ հարցեր, այ դրա համար էլ ասում եմ, ոնց որ ասում, պետք է որ փորձենք ավելի անմիջական, ավելի սուր հարցերի մոտենալ բզբզներով եւ իհարկե մինչ այդ ամեն ինչը մենք ասենք որ մեր քննարկումը լինելու է դուերով, որպեսզի ավելի անմիջական լինենք, եթե մեկնարկից առաջ կուզենաս ինչ-որ հետաքրքիր նորամուծությունով, նորությունով, ինչ-որ լավ բան կա, որ կուզենան գլուխ գովանք, խնդրեմ, ու նախ շնորհակալ եմ Նարեկ ջան հրավերի համար, քեզ եւ թիմին, շատ հաճելի է այստեղ գտնվելը, վստահ եմ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու, գլուխ գովալ չեմ սիրում ճիշտն ասած, բայց երևի ընթացքում հարցերի մեջ, հա, կարծում տենց հատուկ բան չկա որ շատ լավ, and Ինչպես ասում եմ խելացի գործարար միանգամից բան տվեց էլի որ նայեք հա ես հուսամ շատ լավ ժամանակ այդ ամեն ինչը մեզանից է կախված ասեմ անկեղծ ամիջականությունից հա երբևիցե չենք պլանավորել ինչ-որ մի հատ հարցազրույց ու մենք չունենք դե քանի որ մեր նաև հարցազրույց չէ այլ քննարկում է ես որպես բիզնես փորձագետ եւ գործարարը փորձում ենք այդ բիզնեսի եւ իրեն շրջապատող երևույթների մասին տարբեր անկյուններից քննարկում ծավալել ու եթե մենք կարողանում ենք իսկապես հողին կպած ու մաչելի ձևով այդ ամեն ինչը բացահայտել, մարդկանց մոտ դա արձագանք է ունենում, այնպես որ մենք երկուսով մի կողմ ենք գտնվում եւ ունենք շատ հետաքրքիր լսարան, երիտասարդ գործարարներ, մարդիկ ովքեր հետաքրքրված են գործարարությամբ, ինչու ոչ նաեւ արդեն հաջողված, արդեն լուրջ դիրքեր գրաված գործարարներ, այնպես որ ուսանողություն, հա, մենք պետքա փորձենք այն ինչ որ կատարում է գործարար համայնքում, փաթեթավորենք ու ներկայացնելու զատ նաև ձևավորենք այդ գործարարի հայ գործարարի նոր կերպարը ընկալման նոր կերպարը այդպես ավելի ճիշտ կլինի ասել որովհետև կերպարը կա հա ընդհանրապես ընկալումն է լրիվ ուրիշ մարդիկ ուրիշ ձև են այդ ամեն ինչը ընկալում ցավոք սրտի մեր նպատակն է որպեսզի մենք իմանանք սիրենք եւ ընտրենք մեր հայկականը գնանք առաջի հարց գնացինք 2025 թվականի հունիսից սկսած Հայկոլայի լաբուբու շարքի ըմպելիքներից որն է Գյումրիում ամենավաճառվածը։ Տարբերակներ ունենք։ Կարծում եմ վիշապամիրգը։ Չի թողում, այսպես ոնց կլինի։ Լավ, ես ասեմ, քանի որ մեզ ամեն դեպքում մարդիկ նայում են, հա, սա ճիշտ պատասխանն էր։ Վիշապամիրգը նախ մեր մեջ ասում են լիքը Այդ որ մեկն է։ Dragon fruit։ Այրեն ուղիղ թարգմանել։ Որտեղից, Արամուսից, հա, հետին ներմուծվող պրոդուկտ, հա, բալից։
Ռոբերտ ջան, անկեղծ ասեմ, այս վերջերս ես այս վերջերս սկսել եմ ընկալել, որ դե պարզ ակնհայտ է, հա, գազավորված ըմպելիքները իրանք երիտասարդների լսարանի վրա են շատ լավ աշխատում, հա, ու արդեն անուններ են հայտնվում համատեղության պրոդուկտներ, որ դու չգիտես այդ ինչա։ Շատ դեպքերում տպավորություն է, որ մարքեթինգով հորինված ինչ-որ բաներ են, չի ասում, չէ, ինքը կա։ Հիմա ես պատկերացնում եմ, հա, ինչ-որ մեկը վիշապամիրգ, դա հենց այդպես թարգմանված է, թե հենց հայերենով այդպես է կոչվում էր։ Տենց թարգմանված է, ուղղակիորեն թարգմանել են։ Ընդհանրապես Dragon Fruit-ը թարգմանել ենք։ Այո։ Մենք չենք թարգմանել, ինքը օֆիցիալ պաշտոնական թարգմանություն է։ Այդպես թարգմանված է։ Այո։ Հա։ Դե Պիտախայա, նաև ինքը այլ ունի, Պիտախայա իր անվանումը մյուս։ Պիտախայա։ Հա, ինքը ինչին է մոտիկ։ Ինքը կիվի ու կարտոֆիլի մեջտեղն է։ Այստեղ ասում Մի քիչ էլ վարունգ։ Մի քիչ էլ վարունգ։ Ջան, շատ լավ էր։ Ես ինչ այդ հարցը տվեցի։ Բիզնեսի տեսանկյունից լավ։ Հասկանալի մի տա է։ Ես ում հասկանամ։ Ռոբերտը թիմով նստած քննարկում են ժողովուրդ ջան։ Ուրեմն պատկերացնում եմ, ցես քննարկում գալիս է ձեր մարքեթինգի բաժնի ղեկավարը եւ ասում է. «Լսեք, լաբուբուն այսուհետեւ հետարքիր մի բան է, մոտ մի 40 րոպե բացատրում է ինչա լաբուբուն, հա, որ դա նույն չիբորաշկան անդամեն ատամները շատ ու ակաժները կրճատած, մի քիչ ուրիշ ձև, հա, մի խոսքով լավ հասկացանք տրենդը լաբուբույն ենք ստեղծել, էդ էլ ասեմ։ Հա, կերպարին փոխել ենք մենք։ Բայց ամեն դեպքում, տես, դուք վերցնում եք այդ տրենդը, չենք իրան խաղարկել, բարձ ասեմ պրոդուկտը։ Ուղղակի կողքից եղել է շահում, որ կարաս լաբուբու շահես։ Բայց մեր լաբուբուի կերպարը, այսպես ասած, լաբուբուի կերպար չի, շատ տարբեր է։ Լաբուբուն ինք իրանով միշտ չար դեմքով սենց ատամներով սուր, մենք բարի, դոբրի պերսոնաժներ ենք ստացել, ավելի մանկական։ Հա, ավելի բարի էր, ատամները քիչ էր, ատամները կլոր էին։ Հա, ժպիտով, մեկը ակնոցով սենց փոխել ենք լրիվ։ Okay, այսինքն միևնույն է, տրենդը վերցրեցիք, այդ միտումը վերցրեցիք։ Միտումը վերցրենք, փոխել ենք իրան։ Հիմա վերցնում ենք օրինակ, ես աշխատանքային process-ը հասկանամ, էլի։ Մենք վերցնում ենք Ժորժ ջան, տրենդային է լաբուբուն, Ռոբերտը չի ունեցել երբևիցե լաբուբու խաղալիք, մեր խաղալիքները ուրիշ են եղել, ինչի մասին է, բալ, այսինքն լավ, ոտ ես ինչ եմ ասում, որտեղ շատ դեպքերում մարդին քիրա վրա է դա բերում։ Ասում եմ, ես չեմ ունեցել, դա հետարքիր չի, դա ով է դրանով խաղալու։ Դուք վերցնում եք լսարանը, հասկանում եք, որ դա լսարանը համար հետարքիր կլինի, ռիսկի եք գնում, ու մեկ էլ մեկն ասում է, դե լավ, վերցնում ենք լաբուբուն, ինչ համերով արտադրենք, ու մեկն ասում է, դե իհարկե վիշապամիրգ։ Լավ, այդ երկրորդ լեվելը որտեղից այդով, ինչու վիշապամիրգ, էլի։ Իրականում առաջի լեվելն է շատ հետարքիր, պրոդուկտը ստեղծել ենք մի շաբաթում, մի րոպեում քննարկել ենք։ Մեծ համընդհանուր ժողով էր, ընդհանրապես չենք խոսում պրոդուկտներից նոր։ Գնումներից բաժնի ղեկավարը լաբուբու հետ կապված ինչ որ հարց տվեց, ասացի ինչի լաբուբը պրոդուկտ չենք արտադրում, ու հենց մեր բանտակ դիզայները նստած, գրաֆիկ դիզայներ ունենք, ասացի արի փոխարինենք լաբուբույն այլ կերպարով, մի խոսքով դուք միացրակո պատկերացումը պրոդուկտ արի ստեղծենք, համերը տեղում, 2 դասական համ, նարինջ եւ կիտրոն, դրանք գնացող համեր են։ Եվ ասի 2 հետարքիր համ, կանանց համար, ոնց որ աղջիկների համար ավելի շատ, մանգո մարակույա, ինքը տրենդային համ է։ Ու վիշապամիրգն ամեն դեպքում ինքը տրենդային միրգ է։ Չնայած ես իրան շատ քիչ ա եղել, որ Dragon Fruit-ը իրականում կերել ինքը համով ա եղել։ Բայց ամեն դեպքում ինքը տրենդային միրգ է աշխարհում։ Ես արդեն երկրորդ անգամ իրան նվեր եմ ստանում, էլի, այդ պրոդուկտը։ Լաբուբուն։ Հա, չէ, միրգը։ Ու ամեն անգամ դու մտածում ես սա այսինքն միրգը ծանոթ եմ, հա, ու մտածում եմ ես այ մարդ ինչ անեմ իր հետ, էլի, որ գեր։ Դες նայ թեմա կա, որ չէ, դու մենք սոր կարտադրենք։ Շատ լավն է։ Դες կա, օրինակ ինձ միշտ հետարքիր է, էլի, ես այն չեմ ասում, որովհետև մենք մտածում ենք, որ գոյություն ունի տարածաշրջանային ավանդական պրոդուկտներ, ավանդական մրգեր, արի ու տես այս գլոբալ աշխարհը, TikTok-ը եւ Instagram-ը եւ ֆիլմերը, միգուցե մուլտֆիլմերը, չգիտեմ, այդ ամեն ինչը հանել են սահմանները եւ փաստորեն մեր երեխաները գիտեն ինչա վիշապամիրգը ու ինչպես ասացիք մինչև մանգո մարակույա։ Հա, եթե մի 10 տարի առաջ ասեր կմտածեին դա կախարդանք է, դից ասում ես մի բան փոխվում է, էլի 70 անգամ իրար հետևից եթե ասես։ Իրականում ինքը կար մանգո մարակույան յոգուրտների մեջ, երևի մի 20 տարի Հայաստանում տրենդային եւս արդեն բավականին ընդունված է։ Աշխարհում Հայաստան նոր է եկել։ Մենք էլ մի քիչ օգնեցինք դրան։ Դա վերցնում եք, հա, այսինքն ու Եվ որտեղից ինֆորմացիա որ այդ ամեն ինչը Գյումրիում ամենալավ վաճառվել, թե ամբողջ Հայաստանով է ինքը լավ վաճառվել։ Իրականում ես շատ հաճախ վերլուծություններ նայում եմ վաճառքի, դա չգիտեի,
կոնկրետ դա չգիտեի, բայց ինքը Հայաստանում առաջին ներվաճառքող, երկրորդ ներվաճառքող։ Այո, երկրորդն է, այո։ Չէ, ինքը առաջինն էր վաճառքող։ Հա, գրած ամենավաճառվածը, առաջինը։ Բայց Հայաստանում վաճառքով Մանգո Մարակոյանն է։ Ուղղակի մարզեր կան, այնտեղ գույներ կա, այդ գույները ավելի շատ է անցալվում։ Ու Գյումրին ճանաչելով կարծեցի, որ վիշապամիրգը այնտեղ ավելի շատ կվաճառվեր, քան Մանգո Մարակոյան։ Շատ հետաքրքիր է։ Ես այն չեմ ասում, որովհետև ինձ կարմիր գույնն են այնտեղ շատ սիրում Գյումրիում, հա, ասենց, ասեմ, կարմիր գույնի հետ կապված գույնն էլ ամենամոտիկը Լաբուբուի մեր վիշապամիրգն էր, դրա համար տենց։ Շատ լավ։ Անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք Նարեկ ջան։ Ուրեմն ջուր ապրանքանիշի քանի փաթեթ է առաջի անգամ արտահանվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Պալետով գիտեմ, փաթեթով չգիտեմ, բայց ես կասեմ փաթեթով, հեսա կասեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ 960 փաթեթ։ Ինչքան? 960։ Ուրեմն ունենք տարբերակներ 351, 391, 431 եւ 451։ Ոչ մեկ ճիշտ չի դրանցից։ Բայց նորից կարելի է։ Ջուր ապրանքանիշի քանի փաթեթ է առաջի անգամ արտահանվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 351, 391, 431, 451։ Իրականում ես ուրիշ թիվ գիտեմ։ Հա։ Միացյալ Նահանգների մասին։ Հա, երևի ես խալ գիտեմ։ 400 կլինի, 431 եկեք ասեմ։ 400, նայեք, ունեն 351 եւ 391, 431 ասեմ։ 431։ Այո։ Հա։ Դե այս են դեպքերից հա ես չեմ պարտադրելու, սա սխալ պատասխանն էր։ 451-ն է ճիշտ։ Ճիշտ պատասխանը 391-ն էր։ Հա։ 391 Մինչ անդրադառնալը, հա, բզբզ հարցին վերջապես հնարավորություն կունենանք, հա, բայց Ռոբերտ ջան, կուզենայի մի քիչ խոսենք այդ արտահանման երևույթի մասին, որովհետև մենք շատ դեպքերում, իդեպ միգուցե եւի արդարացված, հա, համարում ենք, որ մեր ջրի պոտենցիալը քիչ է օգտագործվում։ Քաղցրահամ ջրի բավականին մեծ պահանջարկ կա աշխարհում, լուրջ փաթեթավորման ներկայացմամբ ու երբ որ ես նայում եմ նույնիսկ երկրներ, որոնք որ այդ ոլորտում չեն խաղացել, բայց այսուհետև խաղում են, օրինակ նույն Ղազախստանը երբևէ չի խաղացել քաղցրահամ ջրի վաճառք արտահանում, բայց ինք լուրջ հայտեր են ներկայացնում եւ հայտնում է միջազգային շուկաներում։ Դուք այն ունիկալ եզակի ընկերություններից եք, որ նախ հաստատակամ այդ թեմայով աշխատում է եւ մի քիչ կուզենամ փակագծերը բացես, հա, այդ ջուրը, որ մենք ուղարկում ենք, հա, ինքը մեր հայերի համար է, ինքը օտարերացիների համար է, ինչ որ բաներ փոխվել են, արդյոք այն մեր ընկալումը, որ հեսա մեր ջուրը մտնում է ու իրանք այսուհետև մենակ մեր ջուրն են օգտագործում, եթե կան կարծրատիպեր, խնդրում եմ կոտրի, եթե կան նոր բաներ, ասա։ Իրականում մենք երկու թիրախներ ունենք, եւ հայկական շուկան, եւ արտասահմանյան, այսպես ասած, սպառողի, հա, նույն ԱՄՆ-ի բնակիչը ոչ հայ, նաեւ գնի, բայց բրենդերը լրիվ տարբեր են ընդհանրապես։ Նույն ջուր ենք իրեն անվանում, ինքը միայն հայերի համար այսպես թիրախավորված, կողքից ասում է, թե այլ սպառողներ կլինեն, մեքսիկացի կլինի, թե այլ ազգի կլինի, այսպես ասած։ Ասա թիրախը կոնկրետ մեր հայրենակիցներն են։ Բայց ունենք պրոդուկտ, որի վրա աշխատում ենք արդեն 4 տարի ջուր, անունս Tonfall է։ Ինքը պրեմիում ջուր է, Ֆիջիի, Այսլանդիկի արժեքների մեջ վաճառվող, պայմանական ասեմ, ինքը պոլկայի վրա, տարակի վրա լինելու է մոտ $3, կես լիտրի մասին է խոսքը։ Ինքը պրեմիում սեգմենտ է գնում։ Լրիվ այլ փաթեթավորմամբ, այսպես քառակուսի շիշա գառնու տաճարից ոգեշնչված, այսպես ասած, այլ գույներով, ավելի սենց պաստելային բեժ գույների մեջ, ասես կրեմով է, ջրի հետ ինքը ոնց որ տենց լրիվ չես ասոցացնի դասական ջրի հետ։ Այսինքն դասական կապուտ, սև, հա, չգիտեմ, մոխրագույն չկա։ Ոնց որ պլաժնի ավազ է, այսպես ասած, իր միտքը, ու դիզայնը մեր հայտնի ընկերություններից մեկն է արել, մեր պարտներները բավական մեծ խմբականակ են առաջի անգամ համար պատվիրել, 10 ավել կոնտեյներ են պատվիրել։ Այս պրոդուկտի հետ խնդիրները շատ է։ Տանջվում ենք, չգիտեմ, այդ փուչիկը պետք է վրան, այսպես ասած, սպիտակի վրա չլինի, հա, մի հատ փոքր փուչիկ եղավ, հասկանում ես, չէ՞, սպիտակի հետ որ մնում է։ Տակում օդը մի քիչ մնում է։ Այդ օդը, հա, դա էլ չենք ուզում լինի, իդեալական պրոդուկտ ենք ուզում ստանանք, որ ոչ միայն հայը գնի դա, այլ գնի մարդ, ով որ ասենք Tonfall բառին նայելով կհասկանա, որ սա պրեմիում ջուր է։
Այսինքն ինքը խմի, հագենա, զարմանա, շուրդա տեսնի նոր հայկականա։ Այսինքն Հայաստանից է։ Հա, ու մեր գործընկերները Հայաստան եկել 31 ջուր էին փորձարկել, հիշում են ժամանակ, հավանել են մերը, ուղղակի առանց մեզ ճանաչելու եկել ասել են մեր ջուրն ենք, ձեր ջուրն ենք ուզում ոնց որ արտահանենք ԱՄՆ, այլ փաթեթավորմամբ։ Իրանք գաղտնի գնումներ են այստեղ կատարել։ Հա, իրանք մարդուն են այստեղ առել էր, ուղարկել էր ԱՄՆ։ Օ, շատ հետաքրքիր է։ Այնտեղ փորձել էին, մերն էին հավանել։ Ստոնֆոլով մենք կարանք կոտրենք այն կարծրատիպը, որ հայկական ջուրը մեն հայի համար է, ինչի։ Եթե ինքը կարա լինի բոլորի համար, եւ հայի, եւ բոլորի։ Իսկ Էմիրատներում ոնց են։ Էմիրատներ Ես հիշում եմ երկար ժամանակ փորձ ունեցաք, բավականին երկար մտավ, հա, ինչպես է կա աշխատում է Էմիրատները արաբական էմիրությունների մասին աչքը, ճիշտ ասած, այնտեղ մտանք բավական մեծ քանակով շատ մաչել ենք, ջուրը մենք վաճառում, շատ։ Ինքնարժեքին գումարած 3-4%։ Այ ես հիշում եմ, որ ավելի շատ ինքը ոնց որ իմիջային լիներ, հեռանկարային, քանց գումար վաստակելու մասին էր։ Իմիջայլոց հենց արաբական էմիրություններից արմիններ եկան ստուգող, հալար սերտիֆիկատ են մեզ տրամադրում, մոտ 300 կետեր, 200 քանի կետեր մեր գործարանում գրել են, պետքա դուք շտկեք սա, դա 8 ամիս տևեց շտկեցինք այդ խնդիրները, եկան քիչ քանակ չտարան, բայց նենց շիշ էր մեր գործընկերը ընտրել, որ շիշը ճանապարհին չէր դիմանում, սիրուն շիշ էր ինքը, բայց տեխնիկապես ճիշտ շիշ չէր, ինժեներական գծված շիշ չէր, ասում են կամ պետք է հաստացնենք այդ մատերիալը, կամ գինը բարձրացնենք նաև, կամ էլ շշի ֆորման փոխենք, ինքը ասում էր ոչ, շշի ֆորման չենք փոխում, դուք հաստացրեք, գինը մի բարձրացրեք, ասում ենք եղբայր, բարեգործական չեք, մի հատ էլ մինուսով աշխատենք, էլի չի լինի այսպես, ու այդպես այդ պրոյեկտը ոնց որ գրվեց Սառույցին, այսպես ասած։ Չէ, մանավանդ շատ լավ է հնչում Էմիրատների դեպքում, հա, Էմիրությունների դեպքում գրեցինք Սառույցին։ Այո, այնտեղ շատ արագ հալեց այդ Սառույցը։ Շատ արագ հալեց այդ Սառույցը։ Հնարավորություն ստեղծեց։ Հա, իդեպ ասած, շատ շնորհակալ եմ Ռոբերտ այս քննարկման համար, որովհետև կա մի հատ այսպեսի հիմա տարածված է, որ լսի, մեր ջրի համար արաբները կռիվ են տալիս։ Մեր մրգի համար արաբները կռիվ կտան, որտեղ իրանք չունեն մեր միրգը։ Չգիտեմ, մեր եսի ինչի համար։ Ոչ մեկ կռիվ չի տալի, ոչ մի բանի համար։ Այ ես այնքան եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, աշխարհում սոված մարդ շատ քիչ է այդ ձեր նշած երկրներում։ Այն երկրներում, որ սոված են, հա, դա աղքատության պատճառով է։ Հետևաբար մտածել, որ արաբը հարուստ է եւ չի առանց ջուր է մնացել, չէ, շուկան հագեցած է։ Եվ իրանք մեզ ցավոք սրտի դիտարկում են որպես սուպեր մաչելի կամ վերևից թելադրող ամենաէժանով ապրանք։ Դա է ուզում ասել, տես, Պորտեր 5 ուժերի մասին լսած կլինես։ Այո, իհարկե։ Միանշանակ եւ Հայաստանը Բայց մեր լսարանի համար կարող ես ասել, էլի։ Ասում եմ, բոլոր ուժերը չեմ քննադատի, շատ են 5 ուժը, թվարկեմ մատակարարների ուժ հասկացողությունը եւ գնորդի ուժ հասկացողությունը։ Մենք որպես արտահանող մատակարարն ենք։ Այլ երկիրը գնորդն է, այս դեպքում արաբական էմիրությունները։ Աշխարհում գնորդը այս բան թելադրում է։ Հաճախորդը թելադրում է վաճառակետին, վաճառակետը թելադրում է մատակարարին։ Մենք պետք է մեր mindset-ը որպես արտադրող եւ վաճառող փոխենք, հասկանանք, որ մեզ թելադրում է 5 տարեկան երեխան, Երևան City կամ ինչ որ այլ ընկերության կամ կապ չունի, հա։ Գնորդը։ Հա, ճանուներ չասեմ, ինչ որ X ընկերության միջոցով կամ երկրի միջոցով։ Այո։ Հենց դա փոխենք, հասկանանք, որ պետք է ադապտացվել այդ մարդու պահանջներին, առաջ գնանք ժամանակից ու հասկանանք ոչ մեկ մեր product-ի համար կռիվ չի տալի։ Բզբզ հարց։ Ցանկացած կարամ քաշեմ։ Ցանկացած տեղից, որտեղից ուզես, մեջտեղից։ Ահա։ Ինչպես է գործարարին օգնում հուզական ինտելեկտը։ Հայկ Մկրտչյան։ Ահա։ Հայկի կողմից է հարցը, Հայկին ողջունում ենք, Հայկը մեր հյուրերից է եղել եւ ինչպես է օգնում։ Ընդհանրապես կա այդ հուզական հասկանամ հուզական ինտելեկտը դա ինտուիտիվ ինտելեկտն է։ Ավելի շատ ասեմ, դա այն փափուկ հմտությունների դաշտն է, ապրոմակցումը, հա, ճկունությունը, հաղորդակցման հմտությունները, այսինքն այն ինչը որ պայմանական ժամանակին ինտելեկտը հարթ հմտություններն են, հա, այն ինչ որ հուզական ինտելեկտն է, դա ավելի շատ փափուկ հմտությունների դաշտում։ Կարծում եմ չափի մեջ պետքա դա լինի, բայց միանշանակ պետքա լինի, ինքը օգնում է։ Ինձ օգնում է, այսին փորձից եմ խոսում։ Ուղղակի գործարարի այսպես պատկերը մենք պատկերացնում ենք պետքա լինի 4 պահանջող, չէ, այսպես
պրաբիվնոյ ռուսերեն ասած, այդ ամեն ինչը պետք է լինի, բայց նաև պետք է լինի հուզական ինտելեկտը, որ կարողանաս մարդուն, աշխատակցին, հա, քո պարտներին, այսպես ասած, կարեկցես, հասկանաս իր դրության մեջ էլ որոշ չափով մտնես, հա։ Եթե այլ ժամանակը թույլ է տալի, ես աշխատում եմ ժամանակ գտնել, որովհետև բիզնեսի ամեն դեպքում բարձրագույն արժեքը դա մարդն է, ես կարծում եմ։ Դա կլինի թե քո հաճախորդը, թե գնորդը, թե քո ընկերության անդամակիցը, թիմակիցը, առանց հուզմունքների, առանց կարծում եմ հուզական ինտելեկտի մարդկային շփում կդառնա ChatGPT շփում։ Շատ լավ ասեցիր, այն նույնիսկ այն 5 տարեկան երեխային, որ ուզում ես հասկանաս, հա, ուզում ես հասկանալը, արդեն դա նշանակում է իրան վերևից չես նայում, էլի, այսինքն չես իրա համար որոշում ես, հա, էսա քեզ պետք, դու էստե այ կա պատասխանատվության կտոր, որ դու երեխաների հետ ես շփվում, միանշանակ, բայց միևնույն ժամանակ ուզում ես իրանց էլ հասկանաս։ Այսինքն այդ շատ մարդ ձեր էր առնում նույն լաբուբուն, բայց տեսեք դուք ձեր տարբերակը գտաք, ոչ թե ձեր առնել, ոչ թե ասել այդ ինչ ապուշություն է եւ այլ իրան մի քիչ փապկացնել, մի քիչ բարիացնել, բայց այդ տրենդի մեջ փորձել իրան հասկանալ։ Հայտնի ով ըմպում է Հայկոլան անիմացիոն գովազդում, ինչ հաջորդականությամբ են ներկայացվում հյութերի համերը։ Նաև մեր թիմակիցները ինձ էլ են որոշել ստուգեն, որտեվ ես հիմա պետքա կարդամ, այս ամենը հաջորդականությունն է այստեղ կարևորը, գնացինք Ա տարբերակ, արքայախնձոր, ելակ, նարինջ, բալ, հիշում ես, չէ՞։ Արքայախնձոր, նարինջ, բալ, ելակ, նարինջ, բալ։ Հետո արքայախնձոր, բալ, նարինջ, ելակ։ Երրորդ տարբերակ, նարինջ, արքայախնձոր, ելակ, բալ, եւ չորրորդ տարբերակ, նարինջ, ելակ, արքայախնձոր, բալ։ 50 տարբերակ կա, երկու հարցը անենք սխալ։ Անկեղծ ասեմ չկա, բայց կանենք։ Եվ այսպես Սենց ասեմ, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի ֆինալի հարցը ավելի էշտ է, քան այս հարցը։ Անհնար է, իմ համար անհնար հարց է, բարձ ասեմ։ Աստեղ զգում ես ինչ գործ է կատարված։ Դե արի սենց անենք, էլի, որ քանի որ ամեն դեպքում չեմ ուզենա քեզ տանջեմ, օգտագործում ենք ուրեմն 50-50 տարբերակը, երբևիցե գոյություն չունեցող, այսօր հորինված։ Եթե զանգընկերոջն լինի, ապշերավ կլինի։ Անշանակ կպատասխանեմ։ Մեր զանգընկերոջ չի կարա լինի, չէ։ Մեր նամակ ընկերոջը գրում ես, սպասում ես։ Ուրեմն մնում է երկրորդ եւ չորրորդ տարբերակը, այսինքն արքայախնձոր, բալ, նարինջ, ելակ, նարինջ, ելակ, արքայախնձոր, բալ։ Բալը ոնց որ վերջում էր։ Բալն էր, չէ, չորրորդ տարբերակը բալը վերջում էր։ Այո։ Իսկ հիմա չորրորդն է։ Ռոբերտ ջան, ես այլ ոչ մի ձև չեմ կարա քեզ օգնեմ։ Սխալվեցի, հա։ Ասի սխալ պատասխան։ Ես մաքս հիմա նախ մենք ունենալու ենք բզբզ հարց, այդ շատ լավ է, որովհետև շատ հավեսին հարցերի հետ շփվում ես, բզբզ, այնպես չէ որ ընկճվում ես, ու մեզ լսող դիտողը հակառակը ավելին կստանա, բայց մինչ այդ ասեմ, որ մենք դե մասամբ խոսեցինք, հա, որ համերին վերաբերվում, բայց կուզենամ այստեղ անդրադառնանք գովազդի ազդեցությանը։ Մի ժամանակ գովազդը ինքը շատ հստակ էր, մենք ունեինք պայմանական հեռուստացույց, որը որ տան դոմինանտ մեդիա հաղորդակիչն էր, հավաքվում էր, ինչ որ պետք էր, հստակ լսարաններով կարողանում էր փոխանցել, նույնիսկ գովազդից հետո հումորները, խոսույթները եւ այլն այդ գովազդի շուրջ էին։ Հիմա ամեն ինչ փոխվեց։ Բոլորի հեռուստացույցը ձեռի մեջ է եւ ընտանիքի բոլոր անդամները սենյակում նստած ամեն մեկը իր հեռուստացույցի մեջ է իր կոնտենտը իր ինչ-որ ալիքով է նայում։ Բայց հեռուստացույցը միացրած է այդ բանը։ Հեռուստացույցը միացած անջատած ձայնով։ Կամ ձայնը ցածրացած, հա։ Այ ուզում հասկանամ ինչը փոխվեց, հա, ձեր գործունեության մեջ գովազդի հետ կախված։ Արդյոք ըստ լսարանի դու դիտարկում եք օրինակ պայմանական սա TikTok-ով, սա Instagram-ով, սա Facebook-ով, սա այսպես ավելի թվում է թե բարդացել է, բայց միևնույն ժամանակ օրինակ արդյունավետությունը ավելացավ թե ոչ։ Կարծում եմ ամեն ինչ փոխվեց բնականաբար ինտերնետի գալով։ Ինֆորմացիան շատ դառավ ու դու այդ ինֆորմացիայի մեջ կորում ես արդեն քո դասական, այսպես ասած ավանդական քո վիդեո հոլովակով կորում ես։ Ու եկավ առաջ պահանջը, որը կարծում եմ ընկերությունը եւս շատ ուշ վերցրեց, բարձ ասեմ էլի, պետքա շուտ գնայինք այդ ամեն ճանապարհով, մեծ բարգաստո գնացել ենք։
Կարծում եմ, եթե դու գործը ճիշտ ես անում, թիրախավորումը ճիշտ ես անում, գործը ոչ թե հեշտացել է, այլ կարաս ավելի շատ վաճառես, այսպես ասած։ Մրցակիցները շատացել են, սպառողները շատացել։ Սպառողները ավելի շատ են սպառում, հա, միանշանակ շուկան ավելի է մեծացել։ Ու կարծում տեղ կա ավելի վաճառելու, միանշանակ։ Ուղղակի պետք է հասկանաս ինչ գործիքով, ոնց գրագետ ավելի ճիշտ հստակ ձևերով։ Նույն մենք product ունենք, որ միայն TikTok-ով ենք գովազդում, product ունենք TikTok-ով առհասարակ երբևէ չեն գովազդելու, որովհետև տարբեր լսարաններ են, տարբեր թիրախներ են, տարբեր product-ներ են։ Այսինքն այն, որ մենք ժամանակին օրինակ բավականին մեծ քանակությամբ իրերի մասին իմացանք, հա? Օրինակ, չգիտեմ, տղամարդիկ մասամբ իմացան ինչա կանանց աշխարհում կատարվում, կանայք իմացան ինչա տղամարդկանց աշխարհում կատարվում, երեխաները, որտեղ բոլորս մի տեղից ենք ստանում, հիմա ինֆորմացիան շատ նեղ, սուղ, կոնկրետ լսարանին է ուղղորդվում եւ իսկ դրանով օրինակ արդյունավետությունը աճում է, օրինակ զգում եք, որ ծախսած դրամը ավելի արդյունավետ է աշխատում, քան մասսայական շուկային մի բան ցույց տալը։ Այսպես ասեմ, մի բան էլ ավելացնեմ, հետո կասեմ։ Նաև սկսել են մարդու հետ կապել բիզնեսը, այսինքն մարդու հետ անձնավորությունը դա կլինի ինֆլուենսեր, թե սեփականատեր, ով կխոսի։ Միանշանակ դա է շատ մեծ փոխում, եղանակ փոխում, որովհետև մարդը ուզում է հաճախորդը սպառող ուզում է վստահություն տեսնի։ Երբ որ մարդ է խոսում, ոչ թե product-ի ռոլիկն է, հա, ինքը ավելի շատ է վստահում մարդուն էմոցիաներին, իր անկեղծությանը, քան product-ի գեղեցիկ ռոլիկին։ Այսպես ասած, այդ էքսպերտային վաճառքը կամ մարդ, որի հետ դու կարճվես, հա, ու հենց ինֆլուենսեր մարքեթինգի մասին։ Ինֆլուենսեր մարքեթինգ կամ նույն սեփականատերը համահիմնադիրը տնօրենը, մարքեթինգի աշխատակիցը, հա, ասենք, ինչպես մատնանշեցիր, ամեն ինչում կարևորը դարել է մարդը։ Այսինքն մարդը, իհարկե, մարդու հետ են կապում։ Իսկ դա օգնում է թե խանգարում է մասսայականը, թե թիրախավորվածը։ Կարծում եմ product-ներ կա մասսայականը ճիշտ է, product-ներ կա թիրախավորվածն է ճիշտ։ Product-ից է գալիս։ Պետք է միքս խաղաս, ամեն դեպքում։ Հա, մեր ոլորտի մասին եմ խոսում, մեր ոլորտում երկուսն էլ աշխատում է։ Կպատմես դեպք, երբ քեզ սխալ ես վարվել մրցակիցներից որևէ մեկի հանդեպ։ Շատ դժվար հարց է, որովհետև Որ ասեմ չեմ վարվել, բավոր մեկը պրինցիպ ունեմ, որ մրցակիցներին միշտ հարգում եմ, չեմ թերագնահատում, մեր ընկերության մեջ, երբ որ մեկը թերագնահատում է մրցակցին, կապ չունի, ինքը մեծ է, փոքր է, ասում մի թերագնահատի, մարդ է, բիզնես է ստեղծել, մենք էլ ենք այդ փուլում եղել, անգամ երբ որ մեր հետ շատ վատ են վերաբերվել, մենք պատասխանել ենք մեր գործով տարիների ընթացքում։ Վատ վերաբերմունք անկեղծ չեմ կարող հիշեմ, հաստատ կլինի, չեմ կարծում չլինի, բայց Ճաշել եք, էլի, օրինակ եկել ասել եք այս ջրից չվերցնես, մենակ մերը կվերցնես։ Միայն այն դեպքում, երբ որ ինքն առաջին է սկսել դա։ Հենց իմ բանով եմ ասում, իմ պրինցիպն եմ ասում, էլի, չի եղել։ Սկզբունքներ կան, այսինքն հարգել գործընկերոջը։ Դիմացին հարգում ամես, մենք չենք անում։ Եթե մեր պատասխանը սխալ է համարվում, այսպես ասած, այս սխալ չեմ համարում, դրա համար չեմ ասի սխալ եմ վարվել։ Դժվար հարց է։ Ամբողջ խնդիրը նրա մեջն է, որ շատ պուպուշ ենք մենք ուզում Երևանք։ Ոչինչ նորմալ է։ Չէ, հենց այդ եմ ուզում ասել։ Շատ դեպքերում այդ կոնֆերանսներին, քննարկումների ժամանակ հարգում ենք մրցակցին, բայց եղբայր կա պայքար։ Պայքարի մեջ շատ դեպքերում այո գոյություն ունեն կանոններ, բայց օրինակ կան խաղացողներ, որոնք այդ կանոնների խախտումն է իրանց կանոնը։ Այսինքն իրանք տենց են ասնում։ Ու շատ դեպքեր պետք է տեղ-տեղ ոնց որ սթափեսնես իրան, էլի։ Մտքից մի բան եկավ, եթե դա սխալ կհամարենք, ես դա սխալ չեմ համարում, բայց կարող է սխալ համարում արդյոք չգիտեմ։ Ավելի մատչելի արժեքով մտել ենք, product ենք։ Մեր product-ը թիրախավորել ենք ինչ որ ոլորտի, նույն ջրի ոլորտը։ Ու կարողացել ենք մատչելի ինքնարժեք ստանանք product-ի համար ու շատ ավելի ցածր ինքնարժեքով ավելի մատչելի գին առաջարկենք մեր գործընկերներին, այսինքն վաճառակետերին։ Ու դրանով շատ ընկերություններ դուրս են եկել շատ տեղերից։ Եվ վաճառքն նրանց նվազել իրենց հաշվին ենք որոշ չափով բարձրացել, բայց դա այս բիզնեսի ոնց որ օրենքն է, մենք ոչ մեկին չենք թիրախավորել հստակ։ Եղել է ոլորտ։ Ոլորտի մեջ մտել ենք ինչ որ բան ենք փոխել։ Բայց արդյունքում հաճախորդը շահել է։ Ու հիմա նույն բանը մեր հանդեպ են անում։ Ու ես դա սխալ չեմ համարում։ Ես ասում եմ ինքը սովորելու է, ինքը 4-5 տարի հետո կհասկանա, որ ինքը այս գումարով ինքնարժեքն է բարձր է մտել, ավելի մատչելի է տալի, ինքը բիզնես մոդել չունի այդ ընկերությունը, մի քանիսը։
Եկ 3-4 տարուց 5 տարուց ամենաշատը կհասկանան, որ բիզնեսը գումար աշխատելու մասին է նաև, հա։ Ու կգան մեզանից էլ թանկ է։ Այ Ռոբերտ ջան, եթե դուք օրինակ ես համարում եմ բավականին օրինակ սխալի մասին է խոսքը, ես կասեմ խնդրում եմ նաև մեզ լսող դիտողները այստեղ կարան ինտերակտիվ մեզ գրեն, էլի։ Ճիշտ է, սխալ է, իրանք այդպիսի դեպքեր են հանդիպել։ Օրինակ, եթե դու ընդամենը մրցակցին խաղից հանելու համար ժամանակավոր գինե սեժանացնում, հա, մրցակիցներին մի ամբողջ ոլորտ կատվածահար ես անում, հա, ու հետո իրանց խաղից հանելուց հետո կտրուկ հանում ես վերև գումարը, որտեվ հաշվարկել ես, որ մենակ դու ես մնացել, արդեն կարող ես քեզ թույլ տալ այն կորցրածը դե հետ բերես։ Այդտեղ ես անկեղծ ասած զգում եմ ոչ արդար մոտեցում հաճախորդի վերաբերյալ, որտեվ կա երրորդ խաղացողը այդ ամեն ինչի մեջ հաճախորդը։ Հաճախորդը դու սովորացնում ես, որ պայմանական ապրանքը կարող լինի 150 դրամ, պայմանական, հա, հետո միամիտ հանվես 400, որովհետև էլ ուժ խաղացող չկա։ Այդ անարդարն է։ Բայց եթե պահում ես գինը, այսուհետև խաղի կանոնը ամենուրեք 150-ն է, ապա ոլորտում իրավիճակը փոխվում։ 10 տարվա մեջ 30 դրամի, 10 տարվա մեջ 30 դրամի մասին եմ խոսում, բարձրացում։ Դիցաղելու դիվաճը 10 տարվա մեջ։ Այ եթե փաստորեն ասում եմ, լսեք, հանգած չլսի մեր քաղաքապետարանը, որովհետև ասում են միակ բանը, որ Հայաստանում չի թանկացել, կամ այս ամենակիչն է թանկարանը, դա տրանսպորտն է լինելու։ Իրանք ավելի շատ են անել։ Տրոլեյբուսի դեպքում 300% էր, էլի։ Ես մեր պրոդուկտներից մի հատ մասով sense հումորային մի քանի տարի առաջ հումորային այսպես բաներ թանկացումների ֆոնի վրա գրած էր Հայաստանում չի թանկացել լուցկին, մեկ էլ Հայկոլան։ Հետո մեկ էլ հաջորդ տարի գրել էր լուսկին էլ թանկացավ ու ես այդ տեսա որոշեցի թանկացնել ճիշտ ասած մի փոքր ես գիտեմ թե ես անկեղծ բայց չեմ կարող եմ ձողիկներն էլ թանկացել են ես կատակ չեմ անում իրոք նայեցի այդ գրառում ասեցի բայց ինչու մենք չենք թանկացրել Հայկոլան եւ մեր մարժան գնալով պակասում է հումքերը թանկանում են մենք ինչ ենք բարձրացրել այսինքն ոնց որ բարեգործություն անենք Անցնենք ուրեմն հաջորդ հարցին հաջորդ հարցը մեր մոտ հանելուկ է եւ հանելուկ մեր երեխաների կողմից է սա շարք է, Տերյանքից պարկի կողմից սաները մեզ հանելուկներ են տալիս եւ պետք է փորձենք բացահայտել թե որ բիզնես երևույթի մասին է հանելուկը եւ այս անգամ Զարայի կողմից ենք նայելու լսելու երկու անգամ կլսենք ու փորձենք գուշակել Այդ օրվա մարդիկ սպասում են որ իմանան ով է հաղթել Այդ ժամանակ հաղթողի բախտը բերում է Այդ օրվան մարդիկ սպասում են որ իմանան ով է հաղթել Եվ հաղթողի բախտը բերում է Հա մի հոգու բախտը բերում է որտեվ ինքը հաղթում է ինչ երևույթի մասին է խոսքը Բիզնեսի ոլորտից է ու բիզնեսում այդ ամենը մարքեթինգում անհամար բավականին կիրառելի երևույթ է Մարդիկ սպասում են մի հոգի հաղթում է Հասկացա, խաղարկության մասին է Այո, խաղարկության զգում ես, դու ասում ես ճիշտ պատասխան մի հատ տվեք, դա ճիշտ պատասխան հանելուկ էր, շատ լավ հանելուկ էր։ Ոնց ես վերաբերվում խաղարկություններին։ Ընդհանրապես, ինչ եմ հարցնում, որովհետև բավականին տարածված երևույթ է, բայց այս վերջերս այդպես լուրջ հետազոտություններ եք կարդում, որ մենք դիտարկում ենք մեկ հոգու կամ մի քանի հոգու հաղթելը, բայց երբևիցե չենք դիտարկում պարտվող մարդու էմոցիաները, որովհետև եթե դա չի մի հատ երևույթ է, ապա հա, բայց կարող է մարդը շուտ գործառույթներ արել։ Օգտագործում եք ձեր գործունեության մեջ կա այդ ամենը։ Ունենք խաղարկության փորձ, եւ հաջող եւ անհաջող։ Ահա։ Չունենք վերլուծություն, այսինքն չհաղթած մարդը արդյոք գնում է մեր պրոդուկտը թե չէ, կարող է ինքը միջև այդ գնում էր, խաղարկությանը մասնակցել, այսպես ջանքերա դրելու չի հաղթել, շատ հնարավոր է ինքը մեր հաճախորդը երկար տարիներ չլինի։ Այդ ռիսկը կա։ Ես կգերադասեմ խաղարկություն չանեմ, եթե կարամ առանց խաղարկության պրոդուկտը վաճառել, միանշանակ, խաղարկությունը ռիսկ է։ Խաղարկության մեջ շատ նուրբ այսպես սահմաններ է, որ կարաս հաճախորդիդ նեղացնես։ Արդարության կարա խնդիր լինի, դու մտածես արդար խաղարկությունը, բայց հաճախորդների աչքում դա այդպես չէ երևա։ Խաղարկություն անում ենք միայն այն դեպքում, որ հստակ գիտենք դա կարա ստացվի, ու էլի մեկը անում ենք ու դեպքերն որ չի ստացվում, դա էլ շուկան է, այսպես ասած, թելադրում։ Մրցակիցները կարող անեն շուկայում ինչ որ մրցակից մտնի ու խաղարկություններ անի դա աշխատի, հաճախորդներ մեզանից տանի, հա, պետք է հետ բերես այդ հաճախորդին ու խաղարկությունը դառնում է դրանցից
այդ թուլերից մեկը, այսպես ասած, ոչ միակը։ Ես անկեղծ ասած ոնց ասեցի կգերադասեի առանց խաղարկություն անելու պրոդուկտը վաճառել։ Շատ լավ, շարունակեմ այս շարքը, իսկ օրինակ նվեր փաթեթներին, ինչ որ ունիկալ առաջարկներին, չգիտեմ, գնում են բաժակ ենք տալիս, գնում են գնդակ ենք տալիս, գնում են եւ այլն, որովհետեւ ոլորտում բավականին տարածված է տեղում, հենց վաճառակետում առանց վաճառակետում, այո, որ մարդը ոնց որ գալիս է ինքը տրամադրված է ապրանքը գնելուն, ու ինքը հասկանում է, եթե 3 հատը վերցնում է, ապա ինչ-որ մի հատ նվեր էլ է ստանում եւ այլ եւ այլ։ Այդ ֆորմատները կիրառելի է ընդունելը, որտեղ աշխարհում բավականին տարածված է կիրառելի է, ընդունելի է իմ համար, եւ ուղղակի պետք է մտցնել դա ինքնարժեքիդ մեջ։ Ամբողջ խնդիրը էս դրա մեջն է, էլի։ Ու մի ռիսկ էլ ունես։ Ահա։ Վաճառակետի սեփականատերը շատ դեպքերում վերցնում է իրան այդ։ Եթե մեծ ցանց չի հայտնի, ցանցերում էլ հատով են վաճառում հիմնականում։ Վաճառակետի սեփականատերը կամ մենեջերը, տնօրենը բաժնի պատասխանատուն վերցնում է դժվար է ամեն ինչը վերջնական։ Ես մի քիչ մեծ լսարան է ճիշտ հասկանամ, եք իհարկե ոչ բոլորի մասին ենք խոսում, բայց այդ ռիսկը կա, հա, նույնիսկ եթե 1-2-ը վերցրեցին ու մարդու մոտ եղավ տպավորություն, որ ինքը մտավ իր խանութում չկա, ինքը դա չի կապելու իր վաճառակետի հետ, ինքը ձեր հետ է կապելու։ Իրականում դա էլ է մոտիվացիա, որ վաճառակետը ստանում է քո ապրանքը, մրցակցինը չի ստանում, քոնն է ստանում, մեկը ինքը վաճառել է, ինքը իր օգուտը միանշանակ ունի։ Ի նկատի նույնիսկ եթե ինքը վերցնի, մեկը ձեզ է տալիս, որ ինքը քանակ է վերցնում, 10-ը վերցնում, 30 կվերցնի, որ ստանա, 3 հատ իրան պահի, քո 30 պետքա վաճառի, մրցակցինը չի ստանում։ Դա էլ է աշխատում։ Միանշանակ կիրառելի արդար պրակտիկա է դա, կարծում եմ։ Այդ ռիսկը չնչին ռիսկ է իրականում։ Գնացինք։ Եվ այսպես, այս արտահայտություններից ո՞րն է ձեզ ամենահոգեհարազատը։ Իհարկե ձեր թիմի կարծիքով, հա? Հիմա կպարզենք ինչքանով է այդ ամեն ինչը սինխրոնիզացված։ Ա. Շատ լուսավոր չպետք է լինել, կդարձնեն լուսամփոփ։ Անանյաշիրակացի։ Իմ մոտ այնպես տպավորություն, ես սա որ կարդացի, ես լրիվ կարդացի, մտածում եմ, արան նույնիսկ այն ժամանակ հայը ունեցել է սուր միտք։ Այն շատ սուր թեմա էր, չէ՞։ Տպավորությունը հենց այսօր է ինչ որ մեկը դա ասել, ոնց որ կողքս կանգնած մարդ ասեր սա։ Ով կոպեկը գետնից չի բարձրացնում, նա ինքը կոպեկ չարժի։ Ալեքսանդր Մանթաշյանց։ Կյանքը քննություն է, որը երբեք չի վերջանում, Սիրանույշ։ Հույսը լավ նախաճաշ է, բայց վատ ընթրիք, Մխիթար Գոշ։ Կարծում եմ Մանթաշյանցի ասածն եմ այդ ասոցացնելու։ Ով կոպեկ է գետնից չի բարձրացնում, նա ինքը կոպեկ չարժի։ Ունենք նաև կյանքը քննություն է, որը երբեք չի վերջանում։ Ես B ու G տարբերակների մեջ եմ մտածում։ B, G։ Դե դրա համար կանգնեցի B-ի G-ի վրա։ Հա, B-ի G-ի վրա եմ։ Ես հնարավորություն ես տալի հարցս փոխեմ, հա, պատասխանել։ Չէ, բնա։ Բնա։ Սո, բն։ Դեր։ Սխալին։ Այո։ Այո։ Դու սխալվեցիք։ Իսկ մենք շահեցինք, որտեղ բզբզ հարց կունենանք։ Կուզենամ այդ պահը, որտեղ ինչպես ընկալվեց, հա, ես մի քիչ, որտեղ ես իհարկե հասկանում եմ, դժվար է, անկեղծ, իմ համար շատ դժվար է ընտրություն կատարել, որտեղ ամեն պահին ինչ-որ մի բանն է քեզ բռնում։ Օրինակ, ինչու ես համարում, որ այդ կոպեկը պարտադիր պետք է գետնից բարձրացնես, էլի, այսինքն հնարավորությունները պետք չի կորցնել, կարծում եմ։ Նույնիսկ չնչի։ Հնարավորությունները շատ քիչ են մեր կյանքում գալի, շատ կարճ ժամանակում, դու պետք է իրենց օգտագործես։ Ես նորից հիշեցի լաբուբուն, անկեղծ։ Հիմա որ ասեցիր, իմ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ մեկը կողքից լաբուբու ասեց, ու դու ասեցիր, ինչու լաբուբուի համար բան չունենք։ Իրականում մի կողմից էլ դժվար է, պետք է ֆիլտրես այդ բոլոր գաղափարները մտքերը։ Ու ռիսկերը վերցնես քո վրա։ Որոշում կայացնես։ Ավելի շատ եմ սկսել ֆիլտրել, որտեղ ֆիզիկապես շատացել են պրոյեկտները, ֆիզիկապես չենք հասցնում ուղղակի, հասկանում եմ, որ թերանալու ենք, արդեն սկսենք էլի ու սկսում ես ընտրել։ 10-ի մեջից ընտրում ես 5, 6, 7, բայց պետք չի կորցնել հնարավորությունները։ Քանի որ այստեղ նաև թիմի գործոնն է կարևոր, թվում է թե ամեն դեպքում պրոդուկտ է, հա, հիմա լիքը մարդ կասի դե գազավորված ջուրը երեխաները հայել միշտ կխմեն, կա թանկ տարբերակ, կա էժան տարբերակ, եթե դու մի քիչ մաչելի տարբերակ ես առաջանում, ապա այստեղ որտեղ է թիմի գործոնը։ Եթե մենք խոսում ենք նրա մասին, որ կա արտադրամաս, կա հետաքրքիր փաթեթավորված պրոդուկտ, բա թիմը, ինչքան որտեղ խոսեցինք, չէ, մարդկային գործոնի մասին,
Ես կուզեմ մի քիչ ավելի կանգնենք հենց թիմի գործոնի մասին, այսինքն զարգացման թիմ, վաճառքի թիմ, այդ առօրյա աշխատանքը, որը որ այդպես չի երևում, էլի։ Դու միայն product-ն ես տեսնում խանութում դրած։ Այս դեպքում կասեմ Պարետոյի հավասարակշռության հակառակ թիվը կասեմ, 80%-ը թիմի ունի 80% ներգրավվածություն product-ի հաջողության մեջ, այսինքն 80%-ով պայմանավորված է իրենց հաջողությունը, product-ը կլինի թե չէ, մեծ մասով։ Բայց թիմի 20%-ն է կարելի ասել այն շարժող ուժը, այդ սկզբի։ Ոնց որ այդ գաղափարը ստեղծելու, գաղափարը հասցնելու, բայց այն 80%-ը ոչ քիչ կարևոր են արդյունքի համար, այսպես ասած, սկզբնական փուլում ղեկավարներով է հանդիպում, մարքեթինգի թիմն է մեզ շատ կարևորում, մեր մարքեթինգի թիմը շատ երիտասարդ, եռանդուն անձնավորություններ են, անհատականություններ են, ովքեր ում թողում ենք մաքսիմալ ստեղծագործեն, առաջի հերթին, ես ինքս տրենդերից հետ եմ մնացել արդեն ու մաքսիմալ փորձում լսեմ, փորձում եմ չլսում եմ, ոչ չեմ միանշանակ լսում եմ։ Իրանք ինչ կառաջարկեն, ինչ կասեն, թեկուզ սխալ, թեկուզ հում մի քիչ է, բայց իրենց մտքի մեջ կա այն ինչի մտքի մեջ չկա։ Այդ նորարարությունը, նոր գաղափարները, թեկուզ անփորձ, այսինքն իրենք միտք գաղափար ունեն, բայց չգիտեն ոնց այդ գաղափարին հասնեն ու այսպես կանան պատրաստեն բրթեն առաջ այդ միտքը։ Ես իրենց թույլ եմ տալի, բայց սխալվելու իրավունքով։ Միանշանակ մեր մոտ այսպես է, ով աշխատանքի անդամ, առաջին հարցազրույցին ասում են պետք է մեր մոտ սխալվես, պետք է սխալվես, ճակատագրական սխալներ չես անում, հա, ճակատագրականը դա այսպես ասած հատուկ արված սխալներն են, որ ինքը դիտավորությամբ արված սխալները չենք ընդունում, բայց process-ի մեջ արված սխալը միանշանակ ես ողջունում եմ, ինքս արել եմ, ինքս անում եմ, ինքս անել եմ։ Սովորում ենք սխալների վրա։ Քաշեցինք։ Հարցազրույցի ժամանակ արդյոք սերի գործոնն ազդում է աշխատակից ընտրելիս։ Բանդ։ Պրովոկատիվ հարց։ Այո։ Կարծում եմ մեր իրականության մեջ կա որոշակի տարբերություն։ Մենք մեր ընկերությունում փորձում ենք այս տարբերությունը միանշանակ հավասարացնել, սերով չնայել, բայց աշխատանքներ կան, որոնք պահանջում են օրինակ տղամարդու ուժ, ֆիզիկական, հա, կարա լինի։ Եթե այդ կինը ֆիզիկական ուժը ունի, ու ինքը ուզում է տեղ աշխատի, ու հավասար նույն ուժով տղամարդ լինի, ես կնոջը կընտրեմ, բարձ ասեմ, որովհետև հենց այդ հավասարությունը վերելու համար, բայց պրակտիկան ցույց է տալի այդպիսի բան չկա։ Եվ եթե հաստիկ ալին, որտեղ պետք է կանացի ավելի բարձր պատասխանատվությունը, իմ համար ես այն սուբյեկտիվ կասեմ, իմ համար այդպես է։ Ապա եթե տղամարդ եղավ նույն պատասխանատվությամբ, հա, նույն լրջությամբ աշխատանքին, լրիվ, միանշանակ հարց չկա, հավասարություն, բայց կանայք իրանց ուժեղ կողմեր ունեն, տղամարդիկ իրենց։ Մենք մաքսիմալ փորձում ենք մեր մոտ չեզոքացնել, ես այդ համոզմունքին եմ, սերով փորձում ենք չտարանջատել, բայց բավական դժվար է իրականում ստացվում։ Ես գիտես այդ հարցը HR-ից պետք է իրականում տանք։ Այդ է կարևորը, էլի։ Ես HR-ից կներես ասում եմ տարբերություն պետքա չդնենք, բայց իրականում դա ինչքանով է։ Դե պիտի դիմեն, չէ՞, մարդիկ, օրինակ անկեղծ ասած, այս վերջերս հետարքիր տենդենց եմ հանդիպել դաշտում աշխատանքը, այսինքն մենեջերները մեծամասամբ տղաներ են։ Ես ինֆորմացիա կտամ մեր ընկերության մասով։ Իսկ ու հակառակը, մարքեթինգի բաժնում աղջիկներ են, ու սա եթե մենք դες կտրուկ բաժանվի, մեր մոտ մարքեթինգում 4 է երևի, այս բանին 4 հավասար են։ Կամ 4 դաժի 3 տղամարդ ավելի շատ են, չէ։ Կանայք ավելի շատ են։ Բայց մեր փորձով կին ղեկավարները վերջի 5 տարում շատ հավելացել են, միջև այդ շատ քիչ են կին ղեկավարները մեր ընկերությունում։ Հիմա իրանք ղեկավար հաստիկներով բավական արդեն շատ են։ Ավելի շատ են շատացել, այսպես ասած, քանակով, քան տղամարդիկ են ավելացել, այսպես ասած։ Մենեջերների մասով էլ միշտ վաճառքից թիմին ասել եմ, եթե իրական սերի ներկայացուցիչ եկավ ուզեցավ մենեջերի, վաճառքի մենեջերի պրեսելերի աշխատանքի անցնի ու տղա էլ եղավ, միանշանակ աղջկան ենք ընտրում, ոլորտում բան փոխենք, մարդկանց պատկերացում փոխենք, դեռ ճիշտ ասած դժվար է ստացվում, հա, ոնց որ կնոջ համար դժվար է այդ ոլորտը։ Սովորած են տղամարդուն, սովորած են այնտեղ դժվար ոլորտ է, այսպես ասած մարտադաշտ է ու մի աղջիկ, մի կին դժվար է փոխելու։ Պետք է թիմդ երևի մի հոգին քիչ է, պետք է մի քանի հոգի վերցնես, իրանք իրար օգնեն, իրար առաջ տանեն, այս դե համոզմունքին եմ եկել, մի 12 տղամարդ չգիտեմ, 20 տղամարդ ու մի կին թիմի մեջ, դիմորդները շատ չեն ցավոք էլի,
վաճառքի հենց մենեջերի, պրեսելերի մասով։ Դրան եմ ասում, HR-ին որ ասեք, օրինակ պետքա դիմորդ լինի, չէ՞ որ ինքը ընտրի։ Դիմորդ չկա, ապա ինքը ավտոմատ խաղում է այն դաշտում, որտեղ որ ինքը ունի։ Իդեպ ասեմ, որ հաջորդ հարցը մեր ավարտական հարցն է եւ քանի որ հասկանում ենք, որ ցանկացած հայաստանյան ընկերություն, իսկ մեր համար Ռոբերտ ջան շատ կարևոր է, երբ որ մենք անդրադառնում ենք այս կամ այն արտադրողին, նաև մանավանդ արտադրող, որը որ արտահանման պոտենցիալ ունի, կամ միևնույն ժամանակ ոլորտում ինչ-որ բաներ է փոխում, շատ կարևոր է այդ հեռանկարային մոտեցումը, երկարատև պլանավորումը, ոնց է ընկերության ներսում կազմակերպվում եւ մեր թիմը տանջելով արհեստական բանականությունը դուրս է բերել ուրեմն մի քանի մարտահրավեր, որ արհեստական բանականությունը համարում է, որ մոտակա 3 տարում դուք կունենաք, հա, բայց 4-ից 1-ը թերի է, այսինքն սուտ է, ինքը չի, դա ավելացված է եւ հիմա կտեսնենք թե ինչքանով կգուշակես, հա, գործեմ, որն է, այսինքն ըստ արհեստական բանականության կանխատեսման նշված մարտահրավերներից, որը հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին առաջիկա 3 տարիներին։ Առաջին կադրային ճգնաժամ, B արտադրական անվտանգության պահանջների խստացում, G հումքի գնաճ եւ D լոգիստիկ ռիսկեր։ 3-ը կան, 1-ը չկա։ Նորից կարելի է մի քիչ ավելի տանդաղ որ վերլուծեմ։ A կադրային ճգնաժամ, արտադրական անվտանգության պահանջների խստացում, հումքի գնաճ եւ վերջի տարբերակը լոգիստիկ ռիսկեր։ Հումքի գնաճը, լոգիստիկ ռիսկերը միանշանակ չեն կարա չհանդիպենք։ Կադրային ճգնաժամը էլի արտաքին ֆակտորա միանշանակ կարծում կարանք հանդիպենք։ Ստեղի մոտ AUB-ի մեջ է իրականում կասկածներս, բայց երևի թե բան կընտրեմ, որովհետեւ մեր ընկերությունը բավական, այսպես ասած, համարեմ միջին մակարդակով կայացած ընկերություն ու պահանջների խստացումը մեր չի կարա խոչընդոտ լինի։ Երևի բնա։ Ելի սխալ եմ պատասխանել, արեք դեմքից։ Ոնց ես կարողանում երկու հատ ճիշտ ընտրես, դրանց մեջից ընտրես։ Կադրային ճգնաժամներ։ Ճիշտ։ Հա, ճիշտ պատասխանը կադրային ճգնաժամն է, սխալ պատասխանեցիր արտադրական անվտանգության պահանջների խստացում։ Իդեպ ասած, այս արտադրական անվտանգության պահանջների խստացումը, հա, մանավանդ շաքար պարունակող գազավորված ըմպելիքների պարագայում բավականին հիմա տենց ռիսկային գոտում է ու իդեպ ասած իմ համար մի քիչ զարմանք առաջացնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք օրինակ գազավորված ըմպելիքների վրա, այնինչ մի հատ ահռելի դաշտ է բացվել էներգետիկ խմիչքների, որոնք տենց անտեսված, ինչ ուզում, ոնց ուզեն, ինչ համեջը պարունակում, որ տարիքից է վաճառվում, այսինքն մի հատ ահռելի ոլորտ է բացվել, բոլորիս ուշք ու միտքը է գազավորված ըմպելիքն է, որը որ արդեն երեխաները այնպես չի որ մեծ քանակությամբ արդեն կա, ծնողների կողմից կա ուրեմն հետևում են եւ այլ, բայց հետեւաբար դա երևի նկատի ունեն խստացման տեսանկյունից։ Այսինքն եթե պետք է քանակ ավելացնել, պետք է կադրեր պատրաստենք, բերենք, աշխատակիցները շատ ավելի քիչ են որակյալ, հա, քան ընկերությունները հաստիկ են բացում, հաստիկը չեն կարողանում համալրել։ Լավ մասնագետի պակաս կա շատ։ Դրա համար որ մեր մոտ լավ մասնագետ է գալի, լավ պոտենցիալով ասած, մենք իրան ամեն ձև փորձում ենք պահենք։ Ռոբերտ ջան, էլի կոպեկն է։ Մա այդ մարդուն էլ կարան։ Էլի վերադասան կոպեկ։ Հա, դե արժեք կոպեկ արժեքի մասին է։ Շատ տագեղ կարող է գրեյք ընչի դա համատությունը, հա, ինքս հիմա ինձ է կամատեմ։ Եթե ես էլ կոպեկ լինեին վերցնեն ու գնահատեին, հա, այդ ընկերությունում։ Ես էլ փոխադարձ լավ կաշխատեի, այսինքն մարդուն չեն գնահատում, առաջի հերթին մեր բիզնես ոլորտում շատ դեպքերում չեն գնահատում աշխատակցին լավ, ճիշտ մոտիվացիոն։ Մենք այդ նույն խնդիրը ես էլ եմ ինքս առնչվում մոտիվացիոն նոր համակարգեր եմ մշակում եւ մտնում ընկերություն։ Աշխատակիցը ուղղակի շատ ցածր էֆեկտիվությամբ ՕԳԳ-ով է աշխատում։ Պետք է կարողանաս ճիշտ մոտիվացնես իրեն։ Եվ դա է հենց մենք աշխատակից ենք տեսնում, որը շատ մեծ պոտենցիալ ունի, լավ հատկանիշներ արժեքային համակարգ ունի, մենք իրեն ամեն ձև փորձում ենք պահենք մեր հնարավորությունների սահմանում մի բան էլ ավել։ Դա ինչ չի, եթե դա ինչ է, եթե ոչ այլ կան ճգնաժամ կադրային։ Կարծում եմ կա։ Դա արդեն կա այդ ռիսկը, դրա համար երևի համարել է որ մենք համարենք որ AI-ն է սխալվել, բայց քանի որ մեր քննարկումը շատ հաճելի է, չեմ ուզում ընդհատեմ։ Մի հատ բզբզ հարց մի հատ է քաշի։
25 տարի հետո ում ես փոխանցելու քո բիզնեսը կամ ով է այն ժառանգելու ընտանիքի անդամները, թիմակիցները, թե այլ մարդիկ։ Սաղ լարվեցին, պատկերացնում ես։ Հիմա էկրանի շուրջ հավաքվեցին ընտանիքի անդամները, թիմակիցները, նույնիսկ այլ մարդիկ։ Ընտանիքի անդամներիցս պետքա երեխաներիս կամ թողեմ կամ չթողեմ, չէ՞։ Միանշանակ ցանկությունդ ներքին ընտանիքի թողելն է։ Այո։ Բայց երեխաս մի տարեկան է, դեռ չի դարել, բայց չգիտեմ, հուսով եմ կկարողանամ իրան թողեմ, կուզենա ինքը շարունակի, շատ հնարավոր է ինքը չուզենա դա շարունակի, ես ինչ գիտեմ։ Կուզենամ ինքը լինի ընկերությունը լինի, այսպես ասած, իրենով աշխատող կազմակերպություն, իր համակարգով, իր էկո համակարգով։ Այսինքն ո՞նց ես դու տեսնում, էլի ինքը ամեն դեպքում մենք գնալու ենք միջազգային ստանդարտներով կորպորատիվ կառավարման տեսանկյունից այդ ընկերությունը պետք է լինի։ Ես դրան եմ գնում, ես 25 տարի հետո, չէ, 5 տարի հետո եմ ուզում դառնալ ճիշտ ասած, մեր ընկերությունում ես որպես համահիմնադիր չեմ ուզում լինել օպերացիոն աշխատանքի մեջ, ուզում լինել միայն ստրատեգիական որոշումների մեջ, ամիսը մեկ անգամ ոնց որ հանդիպեմ թիմի հետ, թիմին վստահեմ, ճիշտ թիմ կառուցված լինի, ճիշտ մոտիվացիոն համակարգերով, ամենակարևորը ոչ թե պահեն եղածը, այլ զարգացնեն։ Այսինքն դա ամենադժվարը դա է, համակարգ ստեղծես, որը կզարգանա առանց քեզ։ Դա իմ պես ասած մարտահրավերներից ամենադժվարն է։ Իմ փորձի ընթացքում, փորձը շատ մեծ չեմ համարի, բայց հասկացել եմ, որ ինտուիտիվ հասկանում եմ դա իմ խնդիրն է։ Իսկ այդ զարգացման ընթացքում պատկերացրա մարդիկ հավատացին, դարձան ձեր էքզեկյուտիվ բորդի անդամ, հա, ձեր հետ զարգանում են, իրանք ինչ-որ ժամանակ հետո կարող են ինչ-որ մի հատ օպցիա ունենան, այսինքն պայմանական 10 տարի հետո շուտ ավելի պատկասեցի, չէ՞, այսինքն ինչ-որ ժամանակ հետո իրանք պետքա տոկոս ունենան, որ մարդ ավելի ինքը համոզված լինի, որ ինքը իր համար է աշխատում։ Իհարկե, թոշակով չի ապրելու, չէ՞ այդ մարդը 50 տարեկան է ինքը պայմանական, 30 տարի քո ընկերությունում ինքը ջանք է դրել, իր կյանքի եկեք sense նայենք 24 ժամ օրվա մեջ ժամանակ ունենք, 8 ժամը քնածենք, 10 ժամ աշխատանքի տեղն ենք կամ ճանապարհին ենք, տակը մնում է ինչքան 6 ժամ։ Այսինքն մենք օրվա շատ մեծ մաս աշխատատեղում ենք անցկացնում։ Բոլորս իրար հետ, այո։ Այդ աշխատակցին, ով որ իրական լոյալ աշխատակից, ով որ քո ընկերության համար ջանք չի խնայում, դնում է իր կյանքն է դնում, իր ժամանակն է դնում, իր ճանապարհը օրգանիկ պետք է լինի ընկերության պարտներ դառնալը։ Իր տոկոսով, իր արած աշխատանքով, ոնց որ կլինի 0.1%, թե 1%, թե 10%, դա կախված է աշխատակցի ապագայից։ Իմ ցանկությունը հենց դա է, բայց ինչի՞ չես կարա թողես եւ ընտանիքիդ, եւ լինի, այսինքն այլ մարդկանց շատ դժվար է, չգիտեմ այլ մարդիկ ով են։ Հուսով եմ այդ փայմտնող չի լինի մեր ընկերությունը այդ այլ մարդուն։ Եկեք անենք արանքից։ Մենք էլ մեկ մեծ հույսեր ունենք, որ ասեմ անկեղծ բավականին հետաքրքիր մոտեցում էր այդ որտեվ նա իմ ուղեղից մեջ էլ է այդպես։ Ու ես մտածում եմ դա լրիվ նորմալ երևույթ է, որ մարդը քո հետ եթե 15 տարի ճանապարհ է անցել, լրիվ նորմալ է, որ ինչ-որ ժամանակ հետո ինքը չի կարող նույն ջանքն ու եռանդը թափել, հա, 55 տարեկան, 60 տարեկան պայմանական օպերացիոն ղեկավարը նույնը չի լինելու, ինչ բայց նույն ձև լոյալ է, ավելի փորձառու է, ինստիտուցիոնալ հիշողություն ունի, ինքը քո ընկերության ներսում է եւ պահել իրան ինչ-որ մի հատ օպցիայով իրան տեղափոխել պայմանական advisor board բերել նորին դնել այդ գործին նրան է դնել նրա գլխին որպես կուրատոր պայմանական էլի թե ոնց է կառուցվածքը լինելու դի նշանակություն չունի մենեջմենտով բայց կարևոր հարցը այդ մարդուն չասել շնորհակալություն եղբայր քո 15 տարի մենք օգտագործեցինք դու աշխատավարձ ես չէ ստացել գնա միտեղ առաքիչ աշխատ գնա միտեղ գնա ինչ ուզում ես արա ու այդտեղ ինձ թվում է ոնց որ ավելի շատ ընկերությունն է կորցնում քան այդ մարդը իմ ուղեղից մեջ իհարկե որովհետև դու ընկերության կողմից ես նայում, հա, որտեվ ինչ-որ մի կարևոր արժեք ոնց որ կորավ այդ ընկեր, որտեվ մնացած աշխատողները տեսնում են ոնց այդ մարդուն դու ճամփու դրեցիր։ Հիմա այնքան ուրախ եմ, որ մենք ոչ թե այդպես պայմանական միջանցքում կանգնած երկու ընկեր դրա մասին խոսում ենք, այլ որպես գործարար դու արդեն առարկայական համարում ես, որ դա իսկապես արդյունավետ է գործարարի աշկերով։ Ոչ թե արդար է միայն աշխատակցի, այլ նաև գործարարի համար էլ է դա արդար։ Պահես, երկարատև զարգացնես ու սիգնալ ուղարկես մնացած աշխատակիցներին, որ ժողովուրդ ջան, նվիրվեք, արդյունք ցույց տվեք։ Սա մերն է, հա։ Մենք որտեվ միշտ կա հասկացողություն իր համար եմ աշխատում։ Հա, այդ իրան դու ես։ Ամենը շատ հետաքրքիր էր մոտեցում, ել չեմ ասում ինչ-որ եւ այլոք նկատի ունեն IPO-ն։ Ես երկար մտածում եմ։ Միանշանակ։ Որտեվ ինչ-որ ժամանակ հետո շատ հնարավոր է IPO անեք։ Ինչու ոչ։
Այդքան դիտարկելի տարբերակ է, միանշանակ ինչ որ զարգացման մեծ մասշտաբացում կար անկերությանը դա։ Ռոբերտ ջան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար։ Տարբեր կողմերից անդրադարձանք այն երևույթին, թե թվում էր թե ամեն ինչ պարզ է, հա, ապրանք, բայց շատ կարևոր էր ցույց տալ գործարարի կյանքը արտադրություն, առաջխաղացում, հաճախորդ, թիմ եւ ամենակարևորը միջազգային զարգացում ու այն պահը, որ հնչեց հարգանք երկարատև հարաբերություններին եւ թիմակիցների հետ երկարատև հարաբերություններ կառուցելն շատ ինձ ողջևորեց քո թույլտվությամբ ես անպայման օրինակներ կբերեմ քեզանից, որտեղ շատ դեպքերում ինձ ասում են օրինակ ինձ ասա ով կարա Հայաստանում դա անի։ Կասեմ Ռոբերտը։ Որտեղ երբ որ դու չես կարողանում այդ բանը ասում դա մեր ժողովրդի համար չի, ասում հակառակը ժողովուրդ ջան, հերիք է մեր ժողովրդին մոտենանք կարծատիպերով։ Մենք ժամանակակից, արդիական ժողովուրդ ենք։ Հերիք է մեզ մտցնեք այդ խնդիրը վստահության պակասից է։ Դա պարտներին, գործատուն աշխատակցին, աշխատակիցը գործատուին։ Ընկերոջ վստահության խնդիր ունենք։ Ոնց որ մտածում ենք, եթե սրան իրան էս անեմ, լավով ինքը կողենց լավով չնայի, վատով, ուսենց ավտոմատ սկսում ենք այդ վատի վրա կառուցել ամեն ինչը շատ պարզ է, վստահելի լինես, դու բաց լինես, դիմացինից պահանջես բաց լինել, երկու անգամ ինքը բաց չլինի, երրորդը պահանջես, ինքը կհասկանա, որ դու իր հանդեպ բաց ես։ Ես դες դեպքեր ունեցել եմ գործընկերի իմ հանդեպ բաց չի եղել, ես բաց եմ եղել մի քանի տարի։ Ու երբ որ ինքը իրեն սխալ է պահել, ես ճակատ եմ ունեցել, բարձ ասեմ, եղբայր, դու քեզ բաց չես պահել, նայ դու քեզ ճիշտ չես պահել, էթիկայից դուրս ես քեզ պահել։ Ու ինքը դա հասկացել է, սրան չեմ ասել հաջող քեզ, ասել եմ արի մենք վստահության վրա կառուցենք մեր գործընկերությունը։ Կարճ է էլի այդ խաղը։ Ինքը միանգամից դարել է իմ համար վստահելի մարդ, ես էլ իր համար վստահելի մարդ եմ, վստահություն եմ ցույց տվել իմ կողմից։ Չեմ ասել, ես դու չես վստահել, ես քո չեմ աշխատում։ Ասել եմ ես հավատում եմ քո մարդ տեսակին։ Դու սխալ ճանապարհով ես գնացել ու ինձ չափել ես ուրիշների բանով արշինով։ Նույնիսկ բիզնես որ տպավորությունը քրիստոնեական արժեքներից էր, այսինքն թույլ տվեցիր սխալվել, սխալը ցույց տվեցիր, բայց հետո չփակեցիր, բերեցիր գործընկերության դաշտ։ Երևի ես դա էլ առաջնորդել է։ Շատ լավ, հաջողություն եմ այդ մաղթում, ուրեմն բոլոր նախաձեռնություններին, որ ունեք, իրանք շատ կարևոր են։ Եվս մեկ անգամ, ամեն անգամ, հա, մեր քննարկումների ժամանակ ասում ենք, որ ցանկացած հայ գործարարի հաջողությունը բոլորիս է։ Մենք պետք է ուրախանանք, մենք պետք է իմանանք, ու ամենակարևորը, հա, համարենք, որ մենք բոլորս մի նավի մեջ ենք։ Այդ տպավորությունը, որ սա ՏՏ ոլորտ է, սա արտադրություն է, սա մեդիա ոլորտ է, մենք դրա հետ կապ չունենք, չէ, մենք բոլորս իրար հետ կապ ունենք ու արտաքին աշխարհում մենք այսօր մրցակցում ենք ու շատ կարևոր է այդ հայի դիրքը, հայ գործարարի դիրքը որտեղ է լինելու։ Եվ ավարտին մեր թիմի կողմից մի հատ անակնկալ ունենք, մենք նպատակ ունենք տենց եւս 1 տարի շարունակես մեր մասին մտածես։ Դրա համար այդպես փոքրիկ չարաճճիություն կա, արհեստական բանականությունը տանջելով մեր թիմը դուրս է բերել Հայ Կոլայի ուրեմն հորոսկոպը 1 տարվա ամիսներով։ Հետո էմոցիոն այնտեղ հասկացանք, ինչ որ միտեղ ինքը սխալվել էր, հետաքրքիր կլինի, հետո որ հանդիպենք 1 տարի հետո, ասես օրինակ որ ամիսները համընկեց, որը որ ոչ, որտեղ ինչ կար, հետաքրքիր է ինչքանով է արհեստական բանականությունը մեզ ճանաչում։ Այսպեսի հորոսկոպ, ուրեմն այդպես փոքրիկ հիշատակ այսօրվա մեր քննարկման։ Շնորհակալ եմ Նարեկ ջան, շատ քեզանից, քո թիմից, ուզում եմ անձամբ իմ կողմից ձեր թիմին ու քեզ առաջին ասում գովես չասեմ, դու օրինակ ես իմ համար եւ բոլոր գործարանների համար, այսպես ասած, ովքեր ուզում են ձգտեն ավելին, ովքեր չեն սահմանափակում իրանց, ասենք սահմանափակ, այսպես ասած, սահմաններով, ռամկաներով, ովքեր գիտեն, որ իրանց մտածողությունից դուրս աշխարհ կա։ Ու դու շատ կարևոր գործ ես անում քո թիմի հետ, այդ ամեն ինչը հասցնելու մեր գործարարին եւ ինչու ոչ սպառողին, հաճախորդին, մի խոսքով բոլորին։ Դու շատ մեծ գործ ես անում ձեր թիմով, ժողովուրդ ջան բոլորդ։ Ինչը կարողա չի երևում, գիշացած ոչ շոշափելի ակտիվ է, բայց միանշանակ դու այն միակներից ես, որ դա անում են, ու ինքի արդյունքը վստահ եմ տալիս է ու տալու է, Նարեկ ջան, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սա ասեմ իսկապես թիմային աշխատանք է եւ մենք շատ շնորհակալ ենք Հայ գործարարների ասոցիացիային, այսպիսի հնարավորության համար շնորհակալ ենք B1 մեդիայի ամբողջ թիմին եւ արդից օգտվելով ասենք, որ անպայման բաժանորդագրվեք, որպեսզի այսպիսի հետաքրքիր հաղորդաշարերը բաց չթողեք, անպայման YouTube-յան ալիքին բաժանորդագրվում ենք, եթե ինչ որ բաների հետ համաձայն եք, գրում ենք, համաձայն չենք, գրում ենք, որտեղ ինտերակտիվը շատ կարեւոր է եւ անպայման, հա, հետևեք
եւ առաջնություն տվեք մեր հայկական հայաստանյան արտադրանքին։ Շնորհակալություն։